Բարև ձեզ, այսօրվա մարտի 23-ի իմ ամբյոնահաղորդաշարի երթական հաղորդումը վերնագրել եմ Եդինառոսն ու Գյումրվա տրնգին։ Բայց նախքան թեմային անցնելը, ինչպես միշտ, դիմում եմ բոլոր նրանց, որոնք նայում են իմ հաղորդումները, բայց դեռ չեն բաժանորդագրվել, ապա բաժանորդագրվեք խնդրեմ։ Իսկ նրանք, որոնք բաժանորդագրված եւ նայում են իմ հաղորդումների ու հավանում, ապա դրեք լայքեր, որովհետև ձեր լայքերով իմ Ամասի Ավանեսյանի YouTube ալիքը ավելի է տարածվում։ Իսկ հիմա ասեմ բնույթին եւ այսպես Եդինառոսյան եւ Գյումրվա տրնգին։ Խոսքն այն մասին է, որ Ռուսաստանի Եդինառոսիա կուսակցությունն աջակցություն է հայտնել Գյումրիի ավագանի ընտրություններում ընդդիմադիր տեխնացուին։ Այս մասին մարտի 21-ին Գյումրիում հայ-ռուսական համաժողովի ժամանակ համաժողովի ժամանակ հայտարարել է ռուս պատգամավոր Օլեգ Մատվեչևը։ Նա ցիտատ բերեմ նրա ասածից։ Նա ասում է, Օլեգ Մատվեչևը ասում է. ամենևին չեմ թաքցնում, որ Եդինառոսիա կուսակցությունը Գյումրիի ավագանի ընտրություններում սատարում է եւ հաղթանակ է մաղթում Մայր Հայաստան դաշինքի տեխնացուին, անունը չեմ տա։ Ինքը անուն նշում է։ Եվ Մատվեչևը նաեւ ավելացնում է. եկեք ոչ մի խաղ չտանք։ Մենք իսկապես հույս ունենք, որ դա կբերի կհանգեցնի հաղթանակի եւ համագործակցությամբ նշել է այդ Եդինառոսը։ Եդինառոսը Գյումրիում ասում է խաղ չտանք, բայց խաղեր է տալիս։ Գյումրվա տրնգի է պարում, մոռանալով, որ ինքը ոչ միայն խախտում է տվյալ երկրի ընտրական օրենսգիրքը, որով արգելվում է օտար երկրյա քաղաքացու մասնակցությունը որևէ նախընտրական քարոզչությանը, միևնույն ժամանակ մոռանում է, որ ինքը գործ ունի այլ պետության հետ, այլ ոչ թե ինչ-որ DNR, LNR կամ Մագադանի մարզի հետ, որոնք որ իհարկե իրենք այդպես են պատկերացնում Հայաստանի ապագան։ Այդպես են պատկերացնում Հայաստանի ապագան նաև նրանք, որոնք այս հերավար ընտրական համաժողով են հրավիրել ու այս Եդինառոսին էլ ձայն տվել, որ նա այսպես ելույթ ունենա։ Խոսքը Մայր Հայաստան կուսակցությունների խմբակցության մասին է, որոնք որ մասնակցում են նաև Գյումրիի ավագանի ընտրություններին։ Ու Մայր Հայաստանը հայտնի է, որ ովքեր են այնտեղ Ռոբերտ Քոչարյան, Դաշնակցություն, Հանրապետական կուսակցություն, այս սրանք են։ Հայաստանի փաստորեն կոլաբորացիոնիստները, որոնք դրսից մարդ են բերում իրենց օգնելու համար։ Այս դրսից եկած մարդն էլ ըստ էության փաստորեն արջի ծառայություն է մատուցում։ Իդեպ արջի ծառայությունը եւ փոխաբերական եւ ուղղակի իմաստով համարյա թե նույնն է, որովհետեւ պատահական չի, որ Եդինառոսիայի այդ էմբլեմը հենց ռուսական արջն է։ Եվ ահա ռուսական արջը արջի ծառայություն է մատուցում Գյումրիում Գյումրվա տրնգի պարերով։ Հիշեցնեմ նրանց, ովքեր չգիտեն ինչ ասել է արջի ծառայություն, ապա սա այս արտահայտությունը ֆրանսիացի առակագիր Ժան դե լա Ֆոնտենի արչև այգեպանը առակից է, որի կարճ պատմությունը հետևյալն է, որ արջը ուզում է քշել այգեպանի դեմքից ճանճը, բայց վնասում է նրան։ Այսինքն արջի ծառայությունն ասել նշանակում է մեկը ուզում է մեկին լավություն անել, բայց լավություն անելու փոխարեն վնասում է։ Հիմա այս է։ Օտար երկրի իշխող կուսակցությունը, ինչ կուսակցություն որ լինի, Եդինառոսին է, Ռոսիանը գիտենք թե ինչ կուսակցություն է եւ
ում կուսակցությունն է միջամտում է Հայաստանում, մասնավորապես Գյումրիում տեղի ունենալիք ավականու ընտրություններին։ Հարց. ինչ գործ ունի ուրիշ երկրի կուսակցությունը, քաղաքական ուժը, որ միջամտում է մեր երկրի ներքին գործերին, հա? Եվ այս ռետորական հարցական ես նորից ուղղում եմ վերնշված Մայր Հայաստան կուսակցությունների խմբակցության անդամներին։ Հիմա դուք ձեզ ինքնիշխան պետության քաղաքացիներ եք համարում, ինքնիշխան պետության քաղաքական ուժեր եք, թե մեղմ ասած այդ օտար երկրի գուբերնիայի դերում եք ձեզ պատկերացնում։ Հարցս ռետորական է, որովհետև ակնհայտ է գոնե ինձ համար, որ հենց այդպես էլ նրանք պատկերացնում են։ Այս հաղորդմանս նպատակը որևէ քաղաքական ուժին սատարելը չի, այլ փաստի արձանագրումն է, որ այդ ավականու Գյումրիի ավականու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկը որոշել է իր հաջողության համար դրսից տղա բերել։ Թե հիմա ինչքանով այդ Գյումրվա տրանգին հաճելի կլինի ընտրողների համար, ցույց կտա ընտրությունների արդյունքները։ Այսօր այսքանը, բայց նախքան ցտեսություն ասելը, մեկ անգամ եւս դիմում եմ բոլոր նրանց, որոնք նայում են իմ հաղորդումները, իմ Համասյա Վանեսյանի YouTube ալիքը, բայց դեռ չեն բաժանորդագրվել, ապա բաժանորդագրվեք։ Իսկ բոլոր նրանք, որոնք բաժանորդագրված են եւ հավանում են իմ հաղորդումները, ապա դրեք լայքեր, որովհետեւ ձեր լայքերով իմ Համասյա Վանեսյանի YouTube ալիքը ավելի է տարածվում։ Ցտեսություն, կհանդիպենք։